պետական 5 դպրոց կապամոնտաժվի տեղում նորերը կառուցելու պայմանով գործադիր մարմինն այսօր հավանություն տվեց այս որոշման նախագծին, սակայն վարչապետի համար անհասկանալի մնաց, թե ինչու են դպրոցներն ապամոնտաժող եւ կառուցող ընկերությունները տարբեր։ Մտահոգությունը որն է։ Եթե քանդող կամ ապամոնտաժող կազմակերպությունը եւ ապակա դպրոցներ կառուցող կազմակերպությունը նույնը լինի, մտավախություն կա, որ հին շինանյութերը, այն նյութերը, որոնք կարող են հետագայում օգտագործվել, դառնան նոր դպրոցների համար նյութ։ Նավանին բան եք ասում։ Իրավիճակը փրկեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը բացատրելով, թե ինչու է նման որոշում կայացվել։ Մրցույթները համապատասխան շահողների կլինեն տարեվերջում լավագույն դեպքում եւ նորից 2-3 ամիս process-ը կուշանա։ Ժամանակ ենք շահում։ Ժամանակի հետ է կապված, ուրիշ ոչ մի բան չէ։ Հա, բայց փաստորեն ով որ պիտի անպամոնտաժ այդ բոլոր շինանյութերը պիտի տանի։ Ճիշտ հասկացա։ Փաստորեն մենք վճարում ենք շինանյութով, ապամոնտաժը ինքը սեփականացնի, վերցնի իրեն, մնացած ուրեմն անվճար պետք է ինքը ապամոնտաժի դա։ Այո։ Մեկ այլ դպրոցի մարզադահլիճի տանիքը, դռները եւ պատուհանները վերանորոգելու համար կառավարությունը 15 միլիոն դրամ հատկացրեց Արմավիրի մարզին։ Դպրոցը տուժել էր օգոստոսի 5-ին այնտեղ տեղի ունեցած ուժեղ պտտահողմի հետևանքով։ Հատկացվում է 15 միլիոն դրամի չափով գումար, որովհետեւ առաջիկայում մինչև աշուն ավարտվի տանիքի վերանորոգումը եւ դպրոցում նորմալ դասեր ընթանան։ Կառավարության որոշմամբ այսօր փոփոխություն կատարվեց շահումով խաղերի եւ խաղատների մասին օրենքում, այսուհետ ինտերնետ շահումով խաղի ոլորտում գործունեություն ծավալելու համար եւս անհրաժեշտ է լիցենզիա ունենալ։ Շահումով խաղերի եւ խաղատների մասին օրենքով սահմանված բաժները հավասարապես կտարածվեն նաեւ ինտերնետ շահումով խաղերի վրա։ Կառավարության նիստից հետո քննարկվող թեմաներն արդեն տնտեսական էին, էկոնոմիկայի նախարարը համաձայն չէ, որ 2016 թվականի հուլիսին արձանագրված տնտեսական ակտիվության 4.3% անկումն աննախադեպ է, իսկ պատճառների մասին դեռ չի խոսում։ Աննախադեպ արտահայտությունը ոչ միայն տեղին չի, իրական չի, նաեւ որևէ այսպես է, լավատեսություն ձեր ասած հարցադրման մեջ չկար։ Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց նաև, որ ակտիվ կերպով շարունակում են մոնոպոլիաներից ազատելու իրենց գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունները մշակման փուլում են, 2 ամսվա ընթացքում կներկայացվեն ազգային ժողով։